Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ ԿՀ-ն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը եւ ընտրությունների արդյունքի օրինականացման ապահովումը։ Այդ պատճառով ԿՀ-ն պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է եւ չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։ Այս մասին հայտարարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մանրամասնելով, թե մասնակի վերաքվեարկության դեպքում ինչ խնդիր է առաջանում։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր, նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում։ Նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը, տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99.8%։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով, ասվում է հայտարարության մեջ։ Ըստ ԿՀ-ի վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։ Հետևաբար ԿՀ-ն վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյոք վերաքվեարկության ժամանակ ապահովելու են նույն ազատ եւ հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյոք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ, արդյոք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները, արդյոք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։ Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար եւ արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը, հայտնել են ԿՀ-ից։ 16